Միացյալ Նահանգների նախագահը, այսպես ասած, թքած ունի որևէ միջազգային կանոնների վրա, ՄԱԿ-ի իրավունքի վրա, այսպես ասած, իր ցանկությամբ Գրենլանդիան, Կանադան, Վենեսուելան համարում է իր տարածք, այսպես ասած, այդ կիսագունդը։ Դուք հույս ունեք, որ այդ թղթի վրա պայմանավորվածությունները այսպես հստակ որևէ արժեք ունեն։ Կարինե ջան, ես այդ հարցին պատասխանել եմ ձեզ բազմաթիվ անգամ։ Հա, պատասխան եմ, նույնիսկ օրինակ եմ բերել, երբ որ դու մեքենա ես նստում եւ ամրագոտին գցում ես, դա միանշանակ չի նշանակում, որ հարվածի դեպքում դու կենթանի կմնաս, բայց ռիսկը նվազեցնում է մաքսիմալ չափով։ Մենք այն ամեն ինչ որ արել ենք, մենք ռիսկը նվազեցրել ենք։ Այսօր, որ 49 տարով այդ պայմանագիրը կնքվել է, դա նշանակում որ առնվազն 49 տարով ԱՄՆ-ն ինչ որ չափով բավականին մեծ նաև անվտանգություն է բերել Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ տարածքին։ Բայց այդ թրիփը նաև անվտանգային համակարգ է ինքը։ Ոչ միայն այն տրամաբանության մեջ, հա, որ առիթ չկա, որ Ադրբեջանը պրոբլեմ ունենա իր մի շրջանից մի շրջան ապրանք տեղափոխելու, ոչ միայն այն պատճառով, որ մենք նաև առևտուր ենք անում եւ դա ամրապնդում է, հետաքրքրություն ունի ԱՄՆ-ն այստեղ։ Այսինքն դա նշանակում է, որ բացի մնացած գործընկերներից, եվրոպացի գործընկերներից, ռուսաստանցի գործընկերներից, որոնք իրենց շահերն ունեն, տնտեսական շահերն ունեն, ԱՄՆ-ն նույնպես, ինչա՞։ Չի հակասում, դա մենք այլ տրամաբանության մեջ ապրել ենք տարիներ շարունակ եւ հիմա երկիր կա մի երկիր, որը այդ այլ տրամաբանության մեջ ապրում է, երբ որ մի կենտրոնից է կախված։ Մենք մի կենտրոնի հետ մենակ ընկերություն ենք արել, այդ մի կենտրոնը երբ որ իրան հարմար է եղել ինքը ուրիշ տեղ գործ է ունեցել անելու, մեզ մանրադրամի տեղը տենց բան արել, մենք էլ նստել ենք, ասել ենք 3833, ինչա՞։ Չէ, միայն բառը մի հանի բովանդակությունից, հա, մի բան է, երբ որ դու մի երկրի հետ ես դաշնակից, մի բան է, երբ որ դու մի քանի երկրի համար ես դաշնակից, հա, մենք Եվրոմիության հետ էլ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ, Իրանի հետ էլ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ եւ պատրաստվում ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ նման հարաբերություններ